Թբիլիսի-Բրյուսել քաղաքական ապահարզանը սարերի հետևում չէ, Եվրամիությունը գրեթե կորցրել է Վրաստանի հանդեպ վստահությունն ու շարունակում է պատժիչ գործողությունները։ Եվրոպան դադարեցնում է աջակցությունը Վրաստանին։ Այս տարի Վրաստանը հին աշխարհից ֆինանսական օգնություն չի ստացել, հաջորդ տարի էլ դժվար թե ստանա։ 120 միլիոն եվրոն սարեցվել էր դեռևս 2024 թվականին, քանի որ Բրյուսելի պնդմամբ Վրաստանը չի համապատասխանում ժողովրդավարության չափանիշներին։ Սա չի նշանակում ԵՄ ֆինանսավորման լիակատար դադարեցում, սակայն հաջորդ տարի քիչ հավանական է, որ ֆինանսավորում իրականացնենք, եթե Վրաստանի քաղաքականության մեջ հստակ փոփոխություն չլինի։ Եվրապատգամավորը նշել է, որ Վրաստանին ֆինանսավորման կասեցումը պայմանավորված է լուրջ մտավախություններով կապված ժողովրդավարական սկզբունքների նահանջի եւ օրենքի գերակայության խախտման հետ։ Նրա խոսքով Վրաստանը քաղաքական ճգնաժամի մեջ է եւ մարդու իրավունքների պաշտպանության վիճակը զգալիորեն վատթարացել է 2024 թվականի խորհրդարանի ընտրություններից հետո։ Չնայած Վրաստանը շարունակում է մնալ Եվրամիության անդամակցության թեկնածու, Եվրաընտանիքին ինտեգրումը մինչև 2030 թվականը նույնպես քիչ հավանական է։ Բրյուսելից հնչող կոշտ ու դաստիարակչական հայտարարությունների ֆոնին Թբիլիսին ոչ միայն չի փոխում իր քաղաքական տոնը, այլև համարժեք է արձագանքում։ Ցավոք Վրաստան-Եվրամիություն հարաբերություններում առաջընթաց չի գրանցվել, հիմնականում այն պատճառով, որ եվրոպական բյուրոկրատիայի վերաբերմունքը վրացի ժողովրդի եւ նրա ընտրած կառավարության նկատմամբ մնում է անփոփոխ։ Վրաստանի առաջին ալիքի եթերում Կոբախիձեն ասել է, որ եթե հետընթացը շարունակվի այս ոգով, Վրաստանի համար Եվրամիությանը անդամակցելու հարցում իրավիճակ կփոխվի։ Եվրամիությունն օրեցօր թուլանում է, տարեցտարի այն վատթարանում է տնտեսապես, ժողովրդավարական, մարդու իրավունքների եւ խոսքի ազատության առումով։ Իրավիճակը շատ դժվար է բոլոր ոլորտներում։ Իրականությունը մեզ համար է փոխվում, քանի որ մեր նպատակն է դառնալ Եվրամիության անդամ։ Այս պայմաններում մենք հետաքրքրված ենք, թե ինչպես Եվրամիությունում բացասական միտումները կփոխարինվեն դրականներով։ Վրաստանի վարչապետը հին աշխարհի իր խոսքով հետընթացը հիմնականում կապել է Ուկրաինայի պատերազմի հետ։ Ըստ Կոբախիձեի համաշխարհային խոշոր դերակատարների շարքում պատերազմի ամենամեծ զոհը Եվրամիությունն է։ Վրաստանի վարչապետն անդրադարձել է նաև վիզային ռեժիմի ազատականացման դադարեցման ռիսկին։ Վիզային ռեժիմի ազատականացման դադարեցման հարցը շանտաժի գործիք էր մեր դեմ, բայց այսօր այն կորցրել է ուժը։ Հուսով եմ Բրյուսելի բյուրոկրատները հասկանում են, որ շանտաժի այս նորարարական գործիքով չի հաջողվի արհեստականորեն հեղափոխություն հրահրել Վրաստանում։ Եթե նրանք նման որոշում կայացնեն, կկորցնեն վրացի ժողովրդին շանտաժի ենթարկելու վերջին գործիքը։ Կոբախիձեն խոսել է նաև Թուրքմենստանում վերջերս տեղի ունեցած հանդիպումների մասին, անդրադարձել Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան տարանցման վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններին։ Մեզ համար կարևոր են եւ Ադրբեջանի եւ Հայաստանի շահերը։ Մենք նաև ունենք մեր սեփական շահերը։ Կարծում եմ, որ բանակցությունների արդյունքների հիման վրա հեշտությամբ կգտնենք լավագույն լուծումը, որը կծառայի բոլոր երեք երկրների շահերին։ Վրաստանի վարչապետը հավելել է, որ կողմերը բանակցություններ են վարում նաև հարավային գազային միջանցքի շուրջ։ Իդեպ հարավային Կովկասում եվրոպական ազդեցության տակ գտնվող Վրաստանը կարող է փոխարինվել տարածաշրջանային մեկ այլ երկրով։ Եվրոպացի շատ փորձագետներ պնդում են, Բրյուսելի համար առանցքային գործընկեր կդառնա Հայաստանը։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։